Սննդի մեջ պիստակն օգտագործում են ավելի քան 2500 տարի։ Հին ժամանակներում Իրանում պիստակը համարվում էր դելիկատես, ինչպես նաև հարստության խորհրդանիշ։ Պիստակ սիրում են շատերը, սակայն գուցե ոչ բոլորը գիտեն դրա բազմաթիվ օգտակար հատկությունների մասին։ Պիստակում պարունակվող գլխավոր նյութերից մեկը հանդիսանում է B7-ը կամ բիոտինը, որը թույլ է տալիս յուրացնել սպիտակուցներն ու այրել ճարպերը։ Եթե մարդու մոտ կա բիոտինի պակաս, ապա տուժում են մաշկն ու մազերը, առաջանում է դեպրեսիվ տրամադրություն, հնարավոր է առաջանա վատ խոլեստերին արյան մեջ։ Օրվա ընթացքում մի քանի հատիկ պիստակի օգտագործումը միայն դրական կազդի նման խնդիրների դեպքում։ Բացի այս, պիստակում պարունակվում է մեծ քանակությամբ մագնեզիում և կալիում, որոնք օգնում են արյունատար անոթների ամրացմանը, կարգավորում սրտի աշխատանքը։ Բացի արդեն իսկ նշված նյութերից, պիստակը հարուստ է նաև երկաթով, ֆոսֆորով և վիտամին B6-ով։ Պիստակը հարուստ է նաև լյուտեինով, ինչի շնորհիվ օգնում է կանխարգելել տեսողության հետ կապված խնդիրները։ Ինչպես արդեն նշվեց, պիստակը հարուստ է բջջանյութով, ինչի շնորհիվ օգնում է կարգավորել նյութափոխանակությունը, լավացնել աղիների անցանելիությունը։ Դա նշանակում է պիստակի ներառումը սննդակարգ օգնում է ազատվել փորկապությունից։ Այստեղ հարկավոր է զգույշ լինել։ Եթե դուք ունեք հակառակ խնդիրը, ապա հարկավոր է չօգտագործել պիստակ։ Պիստակը նաև պարունակում է վիտամին C և E, ինչպես նաև սելեն։ Պիստակում առկա մեծ քանակությամբ մագնիումը անհրաժեշտ է նյարդային համակարգի աշխատանքի համար։ Այդ իսկ պատճառով այն կօգնի ձեզ խուսափել այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են դեպրեսիան, նյարդային լարվածությունը, սթրեսը և անքնությունը։ Պիստակի գլխավոր հակացությունը ալերգիան է, այն շատ հաճախ է առաջացնում ալերգիկ ռեակցիա։ Բացի այս, բարձր կալորիականության հաշվին խորհուրդ չի տրվում նաև օգտագործել մեծ քանակությամբ պիստակ բոլոր նրանց, ովքեր ունեն գիրանալու հակում։ Այն կարող է կազմել առողջ դիետայի մասնիկը, շատ քիչ քանակությամբ օգտագործելու դեպքում։